Ուժեղ տղա։ Սիլոյ մարդ։ Կալուգացի Սամվելը մեզ ասում է փոքրիկ խմբա։ Դու այնքան ես վախեցած Սամվել Կարապետյանից, որ ամբողջ օրը մեզանով ես զբաղված։ Ախր ոնց չվախենամ։ Վախենում եմ միջև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ։ Թե ինչա լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Դա օրինակ վարչապետի խոսի թե ժողովուրդ։ Վարչապետին ոչ հարիր այս խոսույթին ուժեղ Հայաստանի անդամները չեն ուզում պատասխանել նույն ոճով։ Նրանք հարգում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե չէ իրենց բառապաշարն էլ բազմազան է։ Կարող են մի քանի դիպուկ բառ ընտրել Փաշինյանին ու նրա թիմին նկարագրելու համար, ասում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։ Նրա հնչեցրած արտահայտություններին ի պատասխան համարժեք պատասխան ոնց որ կարելի էր տալ ըստ իս չենք տալիս, քանի որ մեր դաստիարակությունը չի ներում հանրային կերպով նմանատիպ խոսույթով խոսել հանրության առաջ։ Մենք դեմ ենք առհասարակ նմանատիպ խոսույթին հանրային։ Վերջին օրերին Փաշինյանը արթնանալուց, սրտիկով նկարվելուց հետո պարտադիր մի տեսանյութ էլ իրեն հարիր բառապաշարով ձոնում է Սամվել Կարապետյանին ու նրա կուսակիցներին։ Մտի ծերից ծեր կարթա։ Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի առավոտները սկսում է մեզանով եւ հավանաբար ինքը հասկացել է, որ օրը սկսել մեզանով իրեն ապահովում է լավ օր։ Իսկ եթե լուրջ Ուժեղ Հայաստանի անդամները կասկած չունեն, Փաշինյանը հերսոտում ու դիվոտում է, քանի որ իրենց խոսքով ընդդիմադիր կուսակցության վարկանիշը բարձրանում է, իսկ Փաշինյանինը մաշվում։ Նա նույնիսկ եկեղեցի չի կարողանում մտնել անարգել։ Օր-օրի մեր շարքերը համալրվում են, օր-օրի մեր կուսակցությունը, մեր դաշինքը էլ ավելի թափ է հավաքում եւ պարզ է, որ դա իրենց պետք է ներվայնացնի։ Ըստ Ալեքսանյանի, Փաշինյանի վախն է ՔՊԱ-ականների նախաձեռնած սկանդալային նախագծի պատճառը։ Նախորդին են ՔՊԱ-ականները ընդունել օրինագիծ, ըստ որի կուսակցությունները եւ դաշինքները չպետք է լինեն անձնանուններով։ Ընդդիմությունը ակնհայտ է համարում, որ նախաձեռնությունը Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի ընթացքը խափանելու նպատակով է։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Սամվել Կարապետյանի նկարների հետ էին կռիվ տալիս, հիմա սկսեցին Սամվել Կարապետյան անվան հետ կռիվ տալ։ Հենց որ շարունակվի, կարծում եմ վերջում մի հատ օրենք են ընդունելու, որ մենակ ՔՊ-ն կարա մասնակցի ու մենակ ՔՊ-ն կարա կրի։ Կասկած չունեն, ամենավատ քայլին անգամ Փաշինյանը պատրաստ է գնալ պահելու աթոռը, բայց չէ որ նրան աթոռին պահողը կամ աթոռից իջեցնողը ժողովուրդն է։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։